Պարոն Ասլանյան, վերջին իրողություններին անդրադառնալով հետը զրկվեց լիցենզիայից, զուգահեռ պրոցեսը շարունակվում է քննությունը միջնորդության, նախ ինչ սպասել այս իրավական այսպես կոչված գործընթացից եւ հետի լիցենզիայից զրկելուց հետո ինչպիսի զարգացումներ են սպասվում։ Իրավական զարգացումների մասին ասեմ, թե հոգեբանական։ Իրավական զարգացումներով 3 ամսվա ընթացքում կարծեմ պիտի, եթե հաշտության չգան սեփականության փոփոխման, պետությունը գերակա շаг առաջանաչի, բայց եթե բարոյահոգեբանական կողմին անդրադառնամ, ապա դա մաքուր ռեյդերական զախվատ է ռուսերեն լեզվով ասած, մարդու սեփականությունը խլելու, վերցնելու եւ ոչ նպատակային օգտագործելու։ Ես դրան այդ կոնտեքստով եմ վերաբերվում, մնացած հետևանքները նաև բնակչությունը կարող է զգալ, երբ որ հետը իր ամբողջ մասնագիտական, տեխնիկական բազայով կարողանում է դեռևս ծառայություններ մատուցի բնակչությանը, հետագայում գուցե նաև խնդիրներ կառաջանան։ Մնացած կանխատեսումները չեմ կարող անել, որովհետև այս երկրում ով ինչ ուզում անում է եւ դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, դրա համար Պարոն Ասլանյան, նայեք, հնարավոր համարում եք, որ այս լիցենզիայի զրկումից հետո ինչ-որ առումով իշխանությունները այս հարցում այսպես կոչված չակերտավոր զիջումների գնան եւ փոխվի Կարապետյանի խափանման միջոցը այլընտրանքային որևէ խափանման միջոցով։ Գիտեք, եթե տրամաբանությամբ նայենք, ապա Սամվել Կարապետյանը ընդհանրապես որևէ խափանման միջոց չպիտի լիներ, հետեւաբար դա ընդհանրապես կանխագուշակությունների դաշտից է, դժվար է նման կանխագուշակություն անել, նման ինֆորմացիա կամ գուշակություն անելու համար պիտի առնվազն մտնել են մարդկանց հոգեբանության մեջ, ովքեր որ այդ պրոցեսը նախաձեռնել են, ուստի դա գուշակելու պես մի բան է, կամ կթողեն կամ չեն թողի, ես կարծում եմ, որ վաղուց պիտի թողեին ու դեռ ավելին չպիտի էլ կալանավորեին։ Էջմիածնի ընտրություններին անդրադառնալով, որովհետև այս քաղաքական իրողությունների համատեքստում է նաև ինչ եք կարծում, ինչպես դրսևորեց իրեն ընդդիմությունը եւ ինչը պակասեց, որպեսզի ընդդիմությունը հաղթի։ Անկեղծ ասած, չի ուզենա նման գնահատականներ տալ, ուղղակի ընդդիմությունը մեծ առումով պիտի ըմբռնի հասկանա, որ համայնքային ընտրությունները բարձրացնել շատ մեծ միջպետական ազգային հոգևոր մակարդակի չարժեր, որպեսզի նման անկումներն էլ ցավալի չլինեին, ուստի համայնքային ընտրությունները միշտ չի որ համապետականի պրոյեկտումն են եւ միշտ չի որ դրանք պիտի ամբողջովին համատեղել եւ սпасել ցանկալի արդյունքի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։